Պարոն Բագրատյան, նախ ես ուզում եմ սկսենք այսօր առավոտյան, վարչապետի տիկինը գրառում արեց, ինչը շատ այսպես տարբեր տարակարծություններ արդվեց, հիմնական թեզը այն է, որ սա ինչ-որ նախընտրական քայլ է։ Այ հետաքրքիր է, ձեզ համար սա անակնկալ էր, սպասելի էր, ինչպես կարծականք եք առավոտ շուտ այսպես մեծ տեսանյութով պատկերված ամեն ինչը հրապարակել էին։ Ինչ կասեք սրա մասին։ Ես որևէ մեկի անձնական կյանքը քննարկելու ցանկություն ունեմ, մանավանդ առավելապես վարչապետի անձնական Դա իհարկե անձնական նեղություն է, բայց մի կողմից էլ ընդունենք պարոն Բագրատյան, որ նրանք նախ հարային այդ անձ են ու այսպես տեմպես նրանց կյանքը պետք է քննարկվի, եւ երկրորդ հենց իրենք էին հրապարակել, այս տեղեկությունը։ Ընդունում եմ, որ իրենք են հրապարակել։ Այսինքն իրենք են հենց անձնականը հարայնացնել։ Այնքանով, ինչքանով որ հրապարակվել։ Բայց ես համար սպասելի էր, թե ինչ որ ընդուք էլ մամուլից եք տեղեկացել։ Ես տնտեսագետներում փաստերի վրա եմ հիմնվում, փաստը այն է, որ հայտարարություն արվեց եւ վարչապետի կողմից եւ տիկնոջ կողմից իմ համար ընդունելի են փաստարկները։ Իսկ այն, որ սա ինչ որ նախընտրական նաեւ իր մեջ տարեր է պարունակում։ Չեմ կարծում։ Պարոն Բագրատյան, խոսենք նաև թոշակների հետ կապված, Սա եւս սկզբում ասում եք, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ասում էր բյուջեում գումար չկա թոշակներ ավելացնելու, ասում էր 10,000-ը ինչ է փոխելու, թոշակառուի կյանքում, հիմա հանկարծ պարզվեց մեկ էլ, որ լավ էլ գումար կա ու թոշակները բարձրանալու է, սա եւս ասում են, որ նախընտրական քայլ է քվեները ստանալու համար, ինչ կասեք, ոնց պարզվեց, որ բյուջեում կա ու ավելի կարող եք թոշակառուների գումարը բարձրացնել։ Քանի որ 2025 թվականի տվյալները նոր են ամփոփել եւ միայն այդ տվյալների հետազոտելուց հետո կարող է վստահ լինել, որ անհրաժեշտ գումարը մոտ գիտեք, մոտ $200 միլիոն կարգի գումար պետք է հատկացվեր, այսինքն բյուջեի վիճակի է դա տանելու։ Պարոն Նիկոլ Փաշինյանն ինչու էր ասում չկա, եթե հաշվարկները չկային բյուջեի հետ կապված, ինչու էր միջև դա ասում, որ գումար չկա։ Մինչև այդ գումարը չկար։ 25 թվականին 7%-ից ավել աճը թույլ տվեց, որ այդ գումարը գոյանա, որտեղ մենք չենք նախատեսել նման բարձր աճ, մենք կարծում ենք հաշվարկները 5%-ի սահմաններում էր, բայց պարզվեց, որ 7%-ից ավել աճ ունենք։ Սա հենց այն ավելցուկն էր, որ հնարավորություն տվեց թոշակները բարձրացնելու։ Պարոն Բագրատյան, այ ընտրություններին քիչ մնաց եւ մոտավոր քաղաքական դաշտը այսպես պարզաջրվում է կարելի ասել հիմնական տեխնատուները ով հետ է մասնակցելու դաշինքով թե առանձին այ բոլոր ուժերը գրեթե մեծ մասը ասում են որ մենք թե նախընտրական թե հետընտրական process-ում բացառում ենք համագործակցությունը ԿՊ-ի հետ չեն ուզում ձեզ հետ ասոցացվել ձեր ուժերը իրենց իրավունքն է կարող են չհամագործակցել Այսինքն այնպիսի վարկանիշ ունեք, այնպիսի այսպես բան, որ չեն ցանկանում ձեզ հետ համագործակցել, ասոցացվել քաղաքական ուժերը։ Չէ, ավելի շուտ ես կասեի, իրենք այնպիսի վարկանիշ ունեն, որ դուրս չի լինի, որ փորձեն մեր հետ համագործակցել, որովհետև երբ որ բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի հետ ցանկանում ես համագործակցել, ընդունում ես բարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի խաղի կանոնները։ Երևի դա իրենց համար ընդունելի չէ։ Բայց տարբեր սոցհարցումներ ցույց են տալիս, որ ամենևին էլ բարձր վարկանիշ ԿՊ-ն չունի։ Եթե հիշում եք, 20 թվականից առաջ նույնպիսի սոցհարցումներ կային։ Կյանքը ապացուցեց, որ այդ սոցհարցումների ժամանակ չպատասխանած քաղաքացիները ավելի շուտ իշխանության կողմնակիցներն են եւ չեն պատասխանում սոցհարցումներին։ Եվ դա դասական սոցհարցումների իմաստով բարձրություններ է առաջացնում։ Կարծում եմ, այս բանը էլ է այդպիսի վիճակ։